Պապը որդին էր Արշակ Բեի և Փառանձեմ Թագուհու։ Վերջինը Սյունյաց իշխանի դուստրն էր և մեծապես ազդել է պապի դաստիարակության վրա։ Հայոց պետությանը հավատարիմ և զուտ հայկական արժեքներով ապրող այդ թագուհին որդուն դաստիարակել է նախնյաց բարքերով ու հավատով։ Դեռևս Արշակ Բեի կենդանության ժամանակ պապին ուղարկում են կրթություն ստանալու։ Նրա հունական փայլուն կրթությունը չվերածվեց ուսումնասիրության։ Ձիրավի ճակատամարտից հետո 371 թվականին պապը սկսեց վերականգնել երկիրը։ Կարճ ժամանակում 90,000-անոց բանակ ստեղծեց։ Դա հնարավորություն տվեց վերականգնելու բնական սահմանները։ Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորության հայկական զորքերը վերագրավեցին և հայկական թագավորությանը միացրեցին Արշակ թագավորի օրոք Հայաստանից խլված տարածքները։ Հայրենապաշտ արքան շատ լավ էր հասկանում, որ տարբերություն չկա Պարսկաստանի և Բյուզանդիայի մեջ և վարում էր անկախ քաղաքականություն։ Պապը հատկապես անզիջող էր Պարսկաստանի հանդեպ։ Հայկական հողերը վերանվաճած պապը ընդունեց Շապուհ II բարեկամական առաջարկը։ Այս քաղաքականության շնորհիվ Շապուհը ճանաչում է Հայաստանի անկախությունը։ Պետության սահմանները ամրապնդելու զուգընթաց պապը ձեռնամուխ է լինում մի շարք կարևոր վերափոխումների։ Նա կրճատեց վանականների թիվը, նրանցից առողջներին պարտադրելով ռազմական ծառայություն։ Պապը վերացրեց վանականներին տրվող բազմաթիվ արտոնություններ։ Պապը փակել տվեց Ներսես կաթողիկոսի հիմնած միաբանությունները ու աղքատանոցները, որոնք քամում էին պետության միջոցները և լցված էին ձրիակերներով։ Վերացվեցին կուսանոցները։ Պապը բոլոր կույսերին ստիպեց ամուսնանալ, որպեսզի բազմանա հայ ազգը։ Եկեղեցուց խլվեց կալվածքների մեծ մասը։ Վերացվեցին տասանորդը ու պսակի հարկը։ Հզորացան պետական ուժերը, հզորացան պետական եկամուտները, որոնք ծախսվում էին բանակի վրա։ Այս վարվելակերպը առաջացրեց եկեղեցականների մոտ զայրույթ։ Նրանք սկսեցին բամբասել պապի մասին։ Ներսես կաթողիկոսի մահից հետո 372 թվականին ավելի սրվեց պայքարը հոգևորականների ու թագավորի միջև։ Նրանք պապին մեղադրեցին կաթողիկոսին թունավորելու մեջ։ Պապը նոր կաթողիկոս նշանակեց Հուսիկին։ Սա պատահական չէր։ Հուսիկը կրթված էր ու նվիրված հայոց պետությանը ու թագավորին։ Պապը Հուսիկին ձեռնադրեց կաթողիկոս Հայաստանում։ Սա արդեն արևմուտքից անկախանալու քայլ էր։ Հայաստանում բյուզանդիական զորքերի հրամանատար Տերենտիոսը առաջարկեց կայսրին պատժել պապին։ Պապը խաբեության հրավիրվեց Տարսոն։ Այնտեղ հասկացավ, որ իրեն ուզում են ձերբակալել և սպանել։ Ճիշտ ժամանակին կարողացավ փախուստի դիմել։ Նա անվտանգ հասավ Հայաստան։ Սակայն նրա թշնամիները չէին դադարում գործել։ Տրայանոսը խաբեության պապին հրավիրեց խնջույքի, դավադրաբար սպանեց նրան։ Այս սպանությանը նախապես տեղյակ էին շատ իշխաններ և հոգևորականներ, սակայն տեղին չէ սպարապետ Մուշեղին մեղադրել այս հանցանքում, ինչպես պատմում է Փավստոս Բուզանդը։ Մուշեղը մեղադրում էր պապին հաջորդած Հունասեր արքա Վարազդատին իր քաղաքականության համար, ինչի համար և սպանվեց։ Մուշեղ սպարապետը միշտ եղել է պապի հավատարիմ զինակիցը։ Թեև այս մասին հոգևորական պատմիչները հաճախ սխալ տեղեկություններ էին գրում, որ իրար դեմ հանեին։ Այսպես ավարտվեց պապ թագավորի կարճ կյանքը։ Նրա օրոք Հայաստանը հզորացավ ու դարձավ տարածաշրջանի ազդեցիկ երկրներից մեկը։ Իրոք Հայաստանը շատ տուժեց նրա սպանությունից հետո։ Նա եկավ ապացուցելու, որ այնտեղ էլ օք, սխրանքը սկսվում
ուր վերջանում է ամեն մի հնար, եւ սրա համար պարտական ենք այն հայեցի դաստիարակությանը,